Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Անվտանգության ամենահուսալի երաշխիքը փոխկապվածությունն է եւ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված լինի նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչը թույլ կտա միջազգային տերություններին շահագրգռված լինել մեր հաղորդակցության ուղիների կայունությամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Ադրբեջանը ունի ավելցուկ, Հայաստանը ունի ավելցուկ, դա նշանակում է, որ մեր տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու եւ ինչու՞մ է այստեղ շահագրգռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինչու՞մ կարող է լինել, որ մենք Ադրբեջանի ցանցերը օգտագործենք արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալ, Ադրբեջանն է շահագրգռված է նույն տրամաբանությամբ, իհարկե իրենք շահագրգռված են նաեւ Նախճեվանի հետ էներգետիկ փոխանցումներ ունենալու, տեսեք մեր էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին եւ Իրանին եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա մեր հնարավորություններն է մեծացնելու արտահանման եւ տարածաշրջանի հնարավորություններն է մեծացնելու, որպեսզի մենք միասնական արտահանում իրականացնենք դեպի այն շուկաներ դրա անհրաժեշտության դեպքում, բայց կարող է նաեւ դրա անհրաժեշտությունը չլինել, որովհետեւ տեսեք, եթե ցանցը միացվում է, ուրիշ բան եկեք չպատկերացնենք, ենթադրենք ցանցը միացվեց եւ այդ իմ ասած մոդելները չգործեցին, բայց առնվազն տրանզիտի համար Հայաստանի Հանրապետությունը եկամուտներ է չէ ստանալու, այսինքն բնականաբար այդտեղ մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ միայն պետական եկամուտները մասնավոր ընկերությունների համար հնարավորություններ ստեղծվելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում, որ TRIP-ի շրջանակներում նաեւ էներգետիկ նախագծեր են ենթադրվում, այդտեղ ոչ մի սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար չի կարող, որևէ մեկը չի կարող նկարագրել սպառնալիք, որ դա կարող է առաջանալ դրա արդյունքում, ընդհակառակը նոր հնարավորություններ եւ եկամուտներ, եթե մենք չենք ուզում Ադրբեջանի ցանցերից օգտվել արտահանման համար, ուրեմն առնվազն իրենք մեր տարածքով էլեկտրաէներգիա արտահանելու կամ ներմուծելու համար տրանզիտային այդ վճարներով, ինչպես TRIP-ի շրջանակով նախատեսված է, մենք եկամուտներ կստանանք։ Նրա խոսքով էներգահամակարգերի միացումը թույլ կտա իրականացնել միասնական արտահանում կամ առնվազն ստանալ տրանզիտային եկամուտներ Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տեղափոխման դիմաց։ Փաշինյանի համոզմամբ անվտանգության երաշխավորության մասին պատկերացումները պետք է թարմացվեն, քանի որ նախկին մոդելներն արդեն ցույց են տվել իրենց անարդյունավետությունը վերջին տարիներին, իսկ տնտեսական փոխկապվածությունը կարող է դառնալ անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այս ուղղությամբ արդենից գնում է գործնական աշխատանք եւ կոնկրետ պայմանավորվածությունների դեպքում այդ մասին կհայտարարվի։ Երբ որ Հայաստանում դեպի միջազգային շուկաներ ապրանքներ հոսեն եւ այդ ապրանքների հոսքը մի տեսակարար կշիռ ձեռք բերի, դա ամենամեծ երաշխիքն է անվտանգության, որովհետեւ այդ թվում խոշոր տերությունները եւ խոշոր շուկաները լրացուցիչ շահագրգռվածություն կցուցաբերեն, որ այդ հաղորդակցության ուղիները անվտանգ կայուն հանդարտ պայմաններում գործեն։ Դրանից ավելի մեծ անվտանգային երաշխիք չի կարող լինել եւ դա հավաստիացնում եմ ամենահուսալի անվտանգության երաշխիքն է։ Փաշինյանը խոսել է նաև երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման մասին, նշել, որ կարևոր հատվածների վերականգնման հարցով Հայաստանը նաև գրավոր է դիմել Ռուսաստանին, դրական ազդակներ կան։ Ես այս պահին չգիտեմ գրավոր պատասխան կա թե ոչ, բայց ընդհանուր առմամբ կան դրական ազդակներ։ Հույս ունեմ կարագանա գործընթացը եւ Ռուսաստանի մեր գործընկերները չեն հապաղի, ասել է նա։ Վարչապետը նաև հայտարարել է, որ ՀԵՑ-ը կարող է ամբողջությամբ պետականացվել։ ՀԵՑ-ի լիցենզիայի դադարեցումը ավելի քան 2 ամիս առաջ տեղի ունեցավ։ Այժմ ընկերության շուկայական արժեքն է գնահատվում։ Եթե ՀԵՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետբյուջեին, մենք դա ամբողջությամբ կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբին։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում, հավելել է վարչապետը։ Նա սակայն
չի մանրամասնել ում կողմից է գնահատումն իրականացվում, արդյոք դա արվում է սեփականատերերին վաճառքի գին առաջարկելու համար, թե գերակա շահ ճանաչելու ճանապարհով են ընթանալու։ Մենք մեծ հաշվով շտապելու բան չունենք էլ։ Հեծը պատկանում է սպահին ըստ էության դե ֆակտո առնվազն Հայաստանի Հանրապետությանը եւ մենք աշխատում ենք իմիջիայլոց նաեւ ընկերության արդյունավետությունը, հարկային ակտիվությունը, թափանցիկությունը էականորեն բարձրացել է, շատ կարևոր է արձանագրել, որ հեծը որպես գործընկեր բացվել է Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ընկերությունների առաջ, որովհետեւ նախկինում հեծի մրցույթներին մասնակցում էին մեծ մասամբ, չեմ ասի 100%-ով, բայց մեծ մասամբ նախկին կառավարիչների հետ կապված ընկերություններ եւ դա ըստ էության կոռուպցիոն եւ փողերի լվացման մի համակարգ էր, որը մեր կողմից բացահայտվել է եւ այդ թվում նաեւ քրեական գործեր կան հարուցված եւ կարծեմ նաեւ տնտեսվարողները այդ իրավիճակների մասին կարող են մեկնաբանել։ Եվ այս պահին զրուցելու եմ Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։ Պարոն Ավագյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Արծեց շնորհակալություն հնարավորության համար։ Եվ այսպես վարչապետի նախորդին արված մի քանի հայտարարությունների եմ ուզում անդրադառնանք, հատկապես անվտանգության ամենահուսալի երաշխիքը փոխկապվածությունն է եւ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միացված լինի Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչը ըստ վարչապետի թույլ կտա միջազգային տերություններին շահագրգռված լինել մեր հաղորդակցության ուղիների կայունությամբ։ Գիտեք, այս թեման բավականին քննարկվեց վերջին օրերին, հիմա վարչապետը նորից, այսպես վերահաստատում է իր ավելի վաղ արած հայտարարությունը։ Պարոն Ավագյան, դուք տեսնում եք այստեղ վտանգներ, մտահոգություն, թե ոչ համեցեք եւ ինչպես է գնահատում դրա, այսպես ասած, հնարավորությունը կյանքի կոչելու։ Իրականում Ռուսաստանի հետ գոյություն ունեցող անվտանգային ճարտարապետության չաշխատումից կամ չգործարկումից հետո մասնավորապես հողում եմ անում ջերմուկի դեպքերին, երբ որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եղան հարձակումներ, որ Ռուսաստանի կողմից անգամ հրապարակային քաղաքական գնահատականներ չեղան, հայ հասարակությունը, փորձագիտական դաշտը, նաև քաղաքական ուժերը որոշակի առումով շոկի ենթարկվեցին այդ ժամանակ, ու պարզ դարձավ, որ եղած անվտանգային երաշխիքներն ու համակարգը չի գործում, եւ դրան հաջորդած բոլոր գործընթացներում կլինի դա Վաշինգտոնյան հռչակագիրը, կլինի արդեն առավել մանրամասն ստորագրված թրիփի հայեցակարգը, նաև խաղաղության գործընթացի հետ կապված այլ ավելի փոքր ենթագործընթացներ արդեն միևնույնն է տեսնում ենք, որ շարունակվում է մինչև օրս էլ տարբեր քաղաքական ուժերի ու փորձագիտական դաշտի կողմից այդ այսպես ասած երաշխավորի դիսկուրսը, հա, ու ես կարծում եմ, որ այս առումով մենք հանրությանը բացատրելու խնդիր ունենք, որ այսօրվա աշխարհում, մի աշխարհում, որտեղ ինչպես արդեն հայտնի աշխարհակարգը փլուզվում է, միջազգային իրավունքը չի գործում, ունենալ հստակ կոնկրետ երկաթ բետոնե երաշխավորներ մինչև իսկ անգամ ինստիտուցիոնալ երաշխավորման մեխանիզմների տեսքով դա այս պահին հնարավոր չի եւ առավել եւս հնարավոր չի կոնկրետ դերակատարի դիրքից։ Ես շատ եմ ականատես լինում, որ ելի այն քաղաքական ուժերը, ովքեր հավակնում են 2026 թվականին իշխանություն ստանձնել, իրենք ասում են, որ այս խնդիրներից մեկը կամ Ռուսաստանի երաշխավորության ինստիտուտը այնպես անելն է, որ աշխատի, կամ նոր երաշխավորներ գտնելու ու այնպես անել, որ վկայի կարգավիճակից իրենք փոխվեն երաշխավորի կարգավիճակի, դա հնարավոր չի ու այս կոնտեքստում հարաբերությունների կարգավորումը, այդ էներգետիկ համակարգի միացումը հարևանների հետ, միևնույն ժամանակ առևտրի գործարկումը, մենք գիտենք արդեն ղազախական ցորենի պատմությունը, մենք արդեն նաև ականատես ենք լինում ադրբեջանական բենզինի ներհոսքին Հայաստան ու այս առումով ես կարծում եմ Հայաստանի խնդիրը նա է, որ ինչքան հնարավոր է փոխադարձ լինի այդ առևտուրը, որ հայկական ապրանքները հայտնվեն արդեն ադրբեջանական այսպես վաճառադարակներին, որ հնարավորինս տնտեսական հարաբերությունները խորանան եւ այդ process-ը ինքնին ավելի բարձր այո երաշխիքներ ապահովում, քան կոնկրետ երաշխավորի փնտրտուքը, որով զբաղված է եղել Հայաստանի քաղաքական էլիտան այս 30 տարիների ընթացքում ու ինչպես գետնի վրա գործնականում փորձը ցույց է տվել, դա մոլորություն է եղել եւ կոնկրետ այդպես մի հատ երաշխավոր, որ կգա, ասի այ հիմա վերջ, ամեն ինչ նորմալ է, դուք կարող եք ձեր համար շարունակել ապրել, այդպես չի լինելու, հետեւապես այո, ես ոչ թե վտանգներ եմ տեսնում դրա մեջ, այլ տեսնում եմ
որ դա ամրապնդում է տարածաշրջանի կայունությունը եւ նվազեցնում է պատերազմի ռիսկերը։ Պարոն Ավագյան, մասնավորապես նա նշում է անվտանգության երաշխավորության մասին մեր պատկերացումները պիտի փոխել, այստեղ նաև շատ կոնկրետ ակնարկ կա Ռուսաստանի Դաշնությանը։ Այո, Ռուսաստանի Դաշնության, բայց ոչ միայն։ Ես կարծում եմ, որ հենց շեշտադրումը նրա մասն է, որ առհասարակ թե ինչ է իրենից ենթադրում երաշխավորություն, մենք պետք է դրա մասին մեր պատկերացումները փոխենք։ Որովհետև երբ որ մենք նայում ենք թե այս անկախ շրջանում թե հանրության, թե տարբեր շահերի խմբերի, թե քաղաքական էլիտայի, այս բոլորի պատկերացումները անվտանգության երաշխավորի կամ երաշխավորության ինստիտուտի մասին եղել է նա, որ պետք է լինի մի հատ կոնկրետ գերտերություն գա երաշխավորի եւ բոլոր հարցերը կարգավորվեն։ Ես կարծում եմ, որ հենց սրա մասին է, որ վարչապետը ակնարկում է, որ պետք է մենք մեր պատկերացումները այս առումով փոխենք, հասկանանք, որ չի լինելու որևիցե ինչ-որ մի հատ պահ, որ կամ Ռուսաստանը նորից այնպես լինի, որ մենք համոզված լինենք, որ ինքը երաշխավոր է ու ամեն ինչ նորմալ է լինելու, կամ ի հայտ են գալու նոր դերակատարներ, ովքեր 100%-անոց երաշխիքներ են տալու եւ օրինակ Հայաստանի զինվորների հետ համատեղ մտնելու են մարտի մեջ, ենթադրենք, երբ որ հարձակվեն Հայաստանի վրա։ Խնդիրը սրա մասն է, որ խաղաղություն հաստատելու համար պետությունը պետք է շարունակաբար աշխատի դիվերսիֆիկացնի իր կախվածությունները, փնտրի նոր շուկաներ, խորը հարաբերություններ հաստատի իր նաև ժամանակին թշնամիների հետ, նաև փորձի նոր շուկաներ գտնել ու շարունակական ակտիվությունն ու աշխատանքն է, որ բերելու է երաշխիքներ։ Ես ավելի շատ վարչապետի հայտարարությունը այս կոնտեքստում եմ տեսնում։ Հեցի հետ կապված գնահատականները ձեր գնահատմամբ ինչպիսին են, հա, ի վերջո հեցի հետ կապված այն, որ այն կարող է ամբողջությամբ պետականացվել, դեռևս օրակարգում է վարչապետն էլ նախորդին դրա մասին խոսեց, փաստորեն եւ այժմ տեղի է ունենում շուկայական արժեքի գնահատում, դրանից ավելի վաղ էլ գիտեք, պարոն Ավագյան, վարչապետը 2 տարբերակ էր այս հեցի խնդիրը լուծելու առաջարկում, որքանով ենք մոտ հեցի խնդրի այսպես հանգուցալուծմանը, թե դեռևս վաղ է այդ մասին խոսել։ Ես կարծում եմ հիմնական գործընթացները, որ տեսախցիկների ետևում ընթանում են, դա հեցի գնի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումն է, հիմա ավելի շատ փորձում են հասկանալ, թե երևի թե սեփականատերերին ինչքան գումար պետք է վճարեն եւ այս գործընթացը շատ բարդ գործընթաց է, որտեղ մեծ հիմնարկի մասն ենք խոսում ու բնականաբար սեփականատերերը ցանկանալու են, որ հնարավորինս ուռճացված գներ ներկայացնեն, պետությունն էլ իր հերթին ցանկանալու է հնարավորինս արժեզրկել հեցի գինը եւ ես կարծում եմ հիմնական բարդությունը հեցի շուրջ այդ գնի շուրջ այնպիսի համաձայնությունների գալն է, որ դա տարընթերցումների տեղիք չտա, հետագայում նաեւ դրանից բխող դատական գործընթացներ եւ այլ գործընթացներ չլինեն։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հեցի ապագային, ապա ես կողմ չեմ, եթե պետք է պետությունը երկարաժամկետ կառավարի դա, եթե պետք է պետականացվի դա ժամանակավորապես կամ պետք է պետականացվի եւ հանձնվի կոնսենսիոն կառավարման կամ պետք է պետականացվի եւ վաճառվի որևիցե ընկերության կամ ընկերությունների խմբի, ես առաջ դրան են կողմ, այսինքն կողմ եմ նրան, որ միևնույնն է ապագայում մասնավորը կառավարի հեծը, որովհետեւ ընդհանուր առմամբ ես խորքային համոզում ունեմ, այսպես նաեւ ինչ-որ չափի գաղափարական առումով, որ պետությունը լավ կառավարիչ չէ, բայց ասելով, որ պետությունը լավ կառավարիչ չէ, իհարկե ես չեմ ասում, որ պետք չի, որ պետությունը պետականացնի հեծը, հա, ընդհակառակը պետք է պետականացնի, բայց հետագա երկարատև ճիշտ կառավարումը, որ նաև հավելյալ ներդրումներ կան, նաև արդեն գործիքակազմը հեծի զարգանա, ժամանակակից ստանդարտներին բխող կառավարում իրականացվի, դա ցանկալի կլինի, որ հանձնվի արդեն ավելի արևմտյան կազմակերպությունների, ովքեր տվյալ ոլորտում մեծ կառավարման փորձ ունեն, ու այս պարագայում ինքնըստինքյան մեր էներգետիկ համակարգը հեծի մասով, այդ բաշխիչ ցանցերի մասով ինքը արդեն ինքնաբերաբար կզարգանա։ Այսինքն ամփոփելով ասեմ, որ ես մտածում եմ, որ այս պահին այդ գնի որոշման հարցերն ա, որ sense երկարատևում, իսկ ինչ վերաբերում է հետագա գործընթացին, ապա ես շատ կողմ կլինեի, որ ինքը վաճառվեր ոյցե կազմակերպությունների խմբի կամ էլի այնպես իրականացվեր, որ մասնավորն աներ կառավարումը ոչ թե պետությունը։
Տեսեք, պարոն Ավագյան, նաև փաստորեն նշեց, որ երկաթուղի հետ կապված կա ռուսական կողմից դրական ազդանշան կամ արձագանք, թեև բանավոր, բայց կա։ Ընդհանուր առմամբ այս ամենը, եթե դիտարկենք նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում, մենք տեսնում ենք գրեթե ամենօրյա ռեժիմով Ռուսաստանի Դաշնությունից մտահոգություններ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ուրեմն սպառնալիքներ, մասնավորապես Հայաստանը եթե գնում է եվրոինտեգրման ճանապարհով, այդ ուղղությամբ է գնում, ապա դրանք վնասելու են հայ-ռուսական հարաբերություններին։ Ես ուրեմն ներկայացրի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի այսպես դիտարկումները, մտահոգությունները Հայաստանի ուրեմն ապագային կամ ներկային ուղղված։ Դուք ինչպես եք գնահատում, որքանով իսկապես կվերականգնի այդ հատվածը ուրեմն Ռուսաստանի Դաշնությունը, որքանով կսրի հարաբերությունները, որքանով կարող են առհասարակ առաջիկայում հայ-ռուսական հարաբերությունները սրվեն նաև նախընտրական տրամադրությունների կոնտեքստում։ Տեսեք, հայ-ռուսական հարաբերությունները որոշակի սրումներ ունենալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը անում է այնպիսի գործողություններ, որոնք որ ցեմենտում է սեփական ինքնիշխանությունը։ Ինչպես Դուգինի շուրթերով արդեն մենք լսել ենք, եւ դա նաեւ մեր համար գաղտնիք չի եղել, Ռուսաստանը post-սովետ երկրներին որպես անկախ ինքնուրույն երկրներ չի դիտարկում, այլ նա ինքը հասկանում է որպես իր սեփական տարածք, անգլերենում ասում են backyard կամ իրենք այդպես են անցալում, այսինքն այս post-սովետի երկրների նկատմամբ միշտ խոսակցություններ իրենք ունենան, միևնույնն է իրենց հերավոր տեսլականում, իրենց ցանկությունների ու երազանքի մեջ այս post-սովետի երկրները իրենց ընդհանուր կայսրության մասն են։ Հետևաբար Ռուսաստանի հետ իրականացվող ցանկացած գործընթացում պետք է այս ամեն ինչը հաշվի առնել։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հաշվի առնելով Հայաստանի կախվածությունները Ռուսաստանից, հաշվի առնելով այն քաղաքական ազդեցության զինանոցը, որ Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, պետք է փորձել Ռուսաստանին թշնամի չդարձնել, որ ուղղությամբ էլ որ այսօր կառավարությունը առաջ է շարժվում։ Հետևաբար քննարկում է որոշակի ծրագրեր, հետևաբար չի ցանկանում այնպիսի կոնկրետ շարժումներ իրականացնել, որը կառաջացնի շատ սուր արձագանք, որը որ կարծում եմ դա ռեալ պոլիտիկից կամ առհասարակ ողջամտությունից բխող քայլեր է ու ռազմավարություն է։ Հետևաբար Ռուսաստանի հետ պետք է այո համատեղ ինչ-որ ծրագրեր իրականացնել, եթե այդ իրենց խոստացած երկաթուղին իրենք կառուցեն, ինչի ես խիստ կասկածում եմ, հաշվի առնելով իրենց ֆինանսական դրություն, բայց եթե կառուցեն, դա շատ ավելի լավ, բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, որ կառավարությունը փորձում է այնպես անի, որ Ռուսաստանին չդարձնի թշնամի, որ կարողանա ավելի այսպես առարկայական ու շոշափելի արդյունքներ գրանցի հենց նույն մեկը ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցման կոնտեքստում։ Ինչ վերաբերում է կոնկրետ ԵՄ-ի հարցին, ապա այստեղ բազմաթիվ հարցականներ կան, մի քիչ ավելի երկար պետք է խոսենք մոտավորապես հասկանալու համար հենց ԵՄ-ի ապագան ինքնին, բայց եթե մենք խոսում ենք եվրոինտեգրացիայի մասին, ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ այո, ինչքան մենք մոտենանք Եվրամիությանը, այնքան ռուսական հռետորաբանությունը կոշտանալու է, այնքան հիբրիդային հարձակումները շատանալու են, այնքան Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա ազդեցության փորձերը շատանալու են, ռուսական պրոքսի դաշտը, հա, լրատվականները, այդ քաղաքական գործիչները մնացածը սկսելու են ավելի ակտիվ, ավելի բարձր խոսալ մեր դաշտում, սկսելու են ավելի շատ ապակայունացնող գործընթացներ իրականացվել։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ այսպես ԵՄ գնալը ծույլ ինչ-որ տես գործողություններով չի լինելու ու նաև որոշակի քայլերի պետք է պատրաստ լինել, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում սա ասելով վախեցնել լսարանին կամ ինչ-որ մի բան, ուղղակի ի սկզբանե պետք է հասկանալ, որ դա խնդիրներ առաջացնելու է, հետևաբար ԵՄ-ի ինտեգրման գործընթացը ինքը պետք է զուգորդվի կախվածությունների դիվերսիֆիկացմամբ հենց Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ 65%-ից ավել էներգետիկ կախվածություն կա, հացահատիկի ներմուծում, սրանք հերթով չթվեն, ամենատարբեր կախվածությունները կան Ռուսաստանից եւ պետք է սրանք դիվերսիֆիկացնելուն ու նվազեցնելուն զուգահեռ այսպես սահուն քայլերով գնալ, ինքը շատ դելեկատ գործընթաց է ու հետեւաբար պետք է այս առումով բան անել, էլի հստակ պատկերացում ունենալ, թե ինչա կատարվել։ Բայց բուն եթե հնարավոր է Ռուսաստանի հետ ինչ-որ այս ընթացքում համատեղ ծրագրեր իրականացնել, իրանց բերելով, որ նպատակն լինի, որ իրանց բերել առավել կոնստրուկտիվ դաշտ, ես դրա մեջ խնդիրներ չեմ տեսնում։ Շնորհակալ եմ զրույցի համար։
Ես եմ շնորհակալ։ Զրուցում է Restart քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանի հետ։